Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը Ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Վկանտակցիում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակցիում ենք։ Արտակը դու ես։ Դու ով ես։ Կարևոր չի։ Կարևորն այն է, որ քեզ ասելու բան ունեմ, ու դու էլ օգնության կարիք ունես, չէ՞։ Ես քեզ չեմ ճանաչում։ Ինչի պիտի հավատամ, որ դու ինձ մոտեցել ես օգնելու նպատակով։ Բայց ես դեռ չեմ խոսել, չէ՞։ Արի թող խոսքս ավարտեմ, հետո անպայման քեզ ժամանակ կտամ մտածելու համար։ Ես գիտեմ, որ դու ուզում ես երկրից գնաս։ Ու համել գիտեմ ինչն է քեզ խանգարում։ Բարզա։ Չլինի դու Մարիայի մարդկանցից ես ու եկել ես, որ ինձ շեղես։ Ասեմ իմանաս չի ստացվի։ Թե ով եմ ես Մարիայի համար ու ինչ կապ ունենք մենք իրար հետ, քո գործը չի։ Հիմա կարևորն է, որ Դավիթի թեմայով մեր շահերը նույնն են։ Դու ուզում ես, չէ՞, որ մեքենան վնասողը պատժվի։ Ես էլ եմ ուզում, որ այդ տղեն ստեղից դուրս չգա։ Ու ես քեզ կօգնեմ։ Բայց իմ համար շատ կարևոր է, որ այս խոսակցությունը մնա մեր մեջ ու ոչ ոք հանկարծ չիմանա։ Դու նույնիսկ չներկայացար։ Ու հիմա վստահությունից ես խոսում։ Այս իմ համարն է։ Արի գնա դու մտածի, հենց որ կմտածես կվերջացնես, կզանգես, կխոսանք։ Այսինքն այդ արտակի մեքենան վնասել են ու ինքը բողոքա ներկայացրել Դավիթի վրա, ճիշտ եմ հասկացել։ Հա, պապ, բայց ես վստահ եմ, որ Դավիթը այդ ամենի հետ ընդհանրապես կապ չունի։ Դե հա, բարձա։ Ուղղակի իրանք մի բանից են վախենում են դատարանի որոշման հնարավոր փոփոխությունից։ Ու այդ ամեն ինչը քեզանից է կախված, Մարիա։ Հենց քեզանից։ Պապ, ես չգիտեմ ինչ անեմ։ Ես ինձ շատ վատ եմ զգում, որ Դավիթը հիմա բաժնում է ու իմ պատճառով այդ ամենը։ Դու հանգիստ եղի։ Ես կզբաղվեմ այդ հարցով, դու տուն գնա բոլես։ Պապ, չեմ կարող։ Մարիա, ես քեզ ասել եմ, չէ՞ որ այդ հարցով չես զբաղվում այնքան ժամանակ, մինչև ես մանրամասնորեն չիմանամ ինչա կատարվել։ Պապ, ես ոչ մի քայլ չեմ ձեռնարկել, դրա համար էլ քեզ եմ ասում, բայց ես պետքա տեսնեմ Դավիթին, պետքա բացատրեմ։ Ես կխոսեմ հետո։ Բայց պապ, ինձ այդ շատ է պետք, ես պետքա տեսնեմ Դավիթին, խոսեմ, բացատրեմ ամեն ինչ։ Մարիա, ես չեմ ուզում, որ դուք իրար հետ խոսեք։ Որովհետև քո վրա վատ է անդրադառնում, իսկ ես չեմ ուզում, որ իմ աղջիկը իրան վատը զգա։ Բայց ես հիմա շատ անհանգիստ եմ։ Ու եթե չխոսեմ, ամեն ինչ ավելի է վատանալու, գոնե այդպես սիրտս կթեթևանա, պապ։ Լավ։ Բայց խոստացի, որ երկար չես մնալու մոտը։ Լավ։ Այնքան անհանգիստ եմ քո համար, չես պատկերացնի։ Մի անհանգստացի, ես լավ եմ։ Այդպես ասում ես, բայց ես համ տեսնում եմ, համ զգում եմ ով է։
Ինչ հետաքրքիր է, չէ՞։ Մեր ծնողների մահից հետո ես էի քեզ պահում խնամում։ Հիմա դու ես եկել ինձ օգնում, որ ապրեմ։ Օֆա, կլինի այդպիսի բաներ չասես։ Ես վստահ եմ, որ գալու է այն օրը, որ դու ոչ մեկիս կարիքը չես ունենալու քեզ օգնելու հարցում։ Այս թուլությունս ինձ ուղակի սպանում է։ Ես ոչ մի բան չեմ կարողանում անել։ Հասարակ հացն ինչ է, որ չեմ կարողանում ինձ համար սարքել ուտել։ Ված գալու բան չկա, Օֆա։ Մենք քույրեր ենք, օտար մարդիկ չենք։ Ես հիմա մի բան կպատրաստեմ, ամեն ինչ կանեմ քո համար, հետո նոր կգնամ։ Երեխեքդ լավ են։ Ամեն մեկը իր գործերով։ Չեմ էլ հասցնում տեսնել։ Օֆա, Մարիան գալիս է, տեսնում ես։ Օֆա, ինչի մի տեսակ եղար։ Նեղացար։ Չէ, ինչի համար պետք է նեղանայի։ Դե որ քո մոտ նոնայից էի խոսում։ Ես գիտեմ, որ քո համար բարդ է, որ չես ուզում, որ ոչ ոք քո մոտ նոնայից խոսա։ Բայց չկա, Լիլիթ։ Ես այդ կնոջը չեմ կարողանում ուղղակի ընդունել։ Աբուլ, հասկանում եմ, որ դուք խնդիրներ եք ունեցել։ Ուղղակի արի մի պահ սառը դատենք։ Այդ կինը Մայրա, ով 15 տարի իր երեխային չի տեսել։ Մենք հիմա ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հասկանալ իր տառապանքները, ինչ է ինքը զգում իրականում, որովհետև այդ ամենը շատ ահավոր, անտանելի ցավ է։ Ինքը 15 տարի բոլորի մեջ քեզ է փնտրել։ Հիմա եկել ենք, որ ինձ ամուզես։ Չէ։ Ուղղակի ես ուզում եմ, որ քո կյանքում ամեն ինչ լավ լինի։ Ուզում եմ, որ քո կյանքում ամեն ինչ հարթվի։ Որ դու ցույց ես տալիս, իբր ամեն ինչ նորմալ է, բայց ես տեսնում եմ, որ նորմալ չի։ Ես չեմ ուզում, որ դու հորինված իրականության մեջ ապրես։ Ես ուզում եմ, որ դու այդ իրականությունը առանց վախերի ընդունես ու քոնը համարես։ Մյուս անգամ լավ կլինի իմանամ ով է ուզում ինձ տեսնել։ Դավիթ, կլսես ինձ։ Դավիթ։ Ինչ ես ուզում, Մարիա։ Պապ, ես չգիտեմ ինչ անեմ։ Ես ինձ շատ վատ եմ զգում, որ Դավիթը հիմա բաժնում է ու իմ պատճառով այդ ամենը։ Դու հանգիստ եղի։ Ես կզբաղվեմ այդ հարցով, դու տուն գնա բոլես։ Պապ, չեմ կարող։ Մարիա, ես քեզ ասել եմ, չէ՞, որ այդ հարցով չես զբաղվում այնքան ժամանակ, մինչև ես մանրամասնորեն չիմանամ ինչա կատարվել։ Պապ, ես ոչ մի քայլ չեմ ձեռնարկել, դրա համար էլ քեզ եմ ասում, բայց ես պետքա տեսնեմ Դավիթին, պետքա բացատրեմ։ Ես կխոսեմ հետո։ Բայց պապ, ինձ այդ շատ է պետք, ես պետքա տեսնեմ Դավիթին, խոսեմ, բացատրեմ ամեն ինչ։
Մարիա, ինչի ես եկել։ Ես ոչ ուզում եմ քո հետ խոսամ, ոչ էլ ուզում եմ քեզ լսել։ Ասա թող գան ինձ տեղից տանեն։ Ո՞նց ես։ Ես ինչ եմ ասում, դու ինձ ինչ ես պատասխանում։ Չես լսում, Մարիա։ Լսում եմ, ուղղակի չեմ ուզում անցած անգամների պես կռվենք։ Մենք իրար հետ խոսալու ոչ մի ընդհանուր թեմա չունենք, ասա թող գան ինձ տեղից տանեն։ Ուղղակի ոչ տանն եմ, ոչ էլ դրսում որ պտտվեմ գնամ, պիտի գանես դուռը բացեն։ Ոչ էլ ուզում եմ աղմկեմ, չգիտեմ, խփեմ պատին, սիրուն չի, ինձ էլ չի սազում։ Ոչ էլ ուզում եմ քեզ վնասեմ, ամեն դեպքում տարածքում քո գոլեգաներն են։ Ասում ես գան տանեն։ Դավիթ, դու իմ պատճառով ես այստեղ հայտնվել։ Ոնց ես պատկերացնում, ես ուղղակի գնամ տուն, հանգիստ նստեմ ու ոչ մի բան չանեմ։ Դու ոչ մի կապ չունես։ Ես կռիվ եմ արել, այդ մարդն էլ բողոքել է։ Դու չես չէ խնդրել որ գամ ստեղ։ Ուրեմն չունես մեղք։ Իսկ կռիվը ում պատճառով ես արել։ Մարիա, ես չեմ ուզում էլ մանրանանք։ Կլինի դու էլ մտածես ոնց որ ես։ Մարդ եմ, անցել եմ, տեսել եմ երկու տղամարդ կռիվ են անում, մի աղջիկ էլ կանգնացա, մոտեցել եմ։ Այդքան բան։ Ինչ հեշտ տարբերակ ես ընտրել։ Այսինքն ես անծանոթ աղջիկ եմ, իսկ դու ուղակի փողոցն էիր անցնում։ Կարող է մի քիչ էլ խոսանք, պարզվի որ միշտ այդպես եղել։ Ես ուղակի աղջիկ եմ, իսկ դու ուղակի անցորդ։ Ես գիտեմ, որ դու ինձ հետևել ես, գիտեմ, որ պատահական չես հայտնվել։ Ու գիտեմ, որ անհանգստացել ես։ Հետևաբար զգացմունք ունես։ Էլ ինչի ես սենց անում, ինչի ես այնպես անում, որ օտարանանք։ Դրանից ավելի կարևոր ինչ կարա լինի։ Ես քո պապային էլ քո նշանացին էլ ասել եմ, որ էլ քո ճանապարհին չեմ հայտնվելու։ Ու դու էլ ստիպված չես լինի ինչ որ բաներ երևա գալ։ Այսուհետ իրանք քեզ կպաշտպանեն։ Մինչև այս պահը չէի ուզում պատկերացնել, որ Ռաֆին դու ես ասել իմ կողքին լինի ու ինձ պաշտպանի։ Պատմել է արդեն։ Բա ասում էր չեք հանդիպում։ Բա ոնց տենց եղավ։ Դու գոնե քեզնից մի բան հասկանում ես, Մարիա։ Ես քեզ չեմ հասկանում։ Մարիա ինձ մի ստիպիր քո հետ կոպիտ խոսել։ Ուղղակի գնա ու այս դեպքի մասին մոռացի։ Ես այդ մեքենայի հետ կապ չունեմ ու իմ դեմ ոչ մի ապացույց չկա։ Մի օր ավել որ ստեղ մնամ հաստատ չեմ մաշվի, նորմալ է։ Նորմալ չի։ Այս պատմության մեղավորը ես եմ ու ես չեմ կարա թողնեմ, որ իմ պատճառով ինչ-որ մեկը խնդիրներ ունենա։ Ես ամեն ինչ անելու եմ, որ դու այստեղից դուրս գաս ու քեզ ոչ ոք չանհանգստացնի։ Դու ոչ մի բան չես անելու։ Ես ընդհանրապես քո օգնության կարիքը չունեմ։ Մարիա, եթե ես իմացել եմ, որ դու ինչ-որ քայլ ես արել, կամ փորձել ես ինձ պաշտպանել, ես ամբողջ մեղքը իմ վրա եմ վերցնելու, ու դու ոչ մի բան չես կարողանա անել այդ դեպքում։ Ինչ ես խոսում, Դավիթ։ Էլ տարբերակ չկա քեզ համոզելու։ Մարիա, ես չեմ ուզում քո հետ շփվել։ Չեմ ուզում ընդհանրապես քո հետ կապ ունենալ, չես հասկանում։ Հանգիստ եղի։ Դրանով ոչ իմ հետ շփվում ես, ոչ էլ ընդհանրապես կապ ես ունենում։ Ես ուղղակի քոպես մարդկայնորեն քայլ եմ անում, օգնում եմ քեզ։ Ավելի ճիշտ չեմ օգնում, անում եմ այն ինչ որ պարտավոր եմ, որովհետև դու ինձ օգնել ես։ Ես ինձ քոպես տրամադրում եմ, որ ամեն ինչ վերջացած է։ Որովհետև չեմ կարող անverջ քայլեր անեմ։ Ձերք մեկնեմ, որ պատասխան չստանամ քեզնից, Դավիթ։ Իմ համար շատ դժվար է այս պատերի ներսում, որովհետև իմ մոտ էսպայն են տեսակ հիշողություններ են ու այն տեսակ բաներ եմ ես վերապրում, որոնց ես երանի եմ տալիս։ Երանի եմ տալիս այդ ժամանակներին։ Այս պատերը առաջինն են իմացել մեր զգացմունքների մասին։ Ավելի շուտ են իմացել, քան մենք ենք հասկացել։ Նորմալ է ամեն ինչ։ Այո, դեռ ներսում է։
հիշում ես, մի անգամ էլ էիր այստեղ հայտնվել իմ պատճառով։ Ու մեզ մոտ ամեն ինչ հենց այդ ժամանակ սկսվեց։ Ես հասկացա, որ դու պատահական մարդ չես, իսկ դու հաստատեցիր այդ փաստը։ Հիմա էլ հիշողությունների գիրք ընկնելով ես ուզում ինչ-որ բան համոզել։ Իսկ ինչի՞ է քեզ թվում, որ ես փորձում եմ ինչ-որ բան քեզ համոզել։ Բա ինչի համար ես անցած գնացածի մասին խոսում։ Մարդիկ ինչ-որ բան հիշացնում են այն ժամանակ, երբ ուզում են դիմացինին։ Ուզում են ինչ։ Բացատրի հասկանամ, որովհետև քո ենթադրությունները ընդհանրապես իմ հետ կապ չունեն։ Երբ ուզում են դիմացինի կարծիքը փոխել, կամ ստիպել ինչ-որ բանի համար ափսոսալ։ Իսկ ես ափսոսում եմ մենակ հորած աղցածը ժամանակի համար, քեզ նվիրվելու, քեզ հավատալ, ուրիշ ոչնչի։ Այսինքն դու արդեն այդ կարծիքն ունես։ Լիան, ես չեմ ուզում Մարիայի հետ շփվել։ Ինչ ես խոսում, ով հա։ Ես ուղղակի չեմ ուզում, որ իմ երեխան մեռնող մարդու հետ կապվի Լիան։ Ես երազել եմ այն օրվա մասին, որ իմ երեխան ինձ կների։ Ես էլ իր աչքերի մեջ կնայեմ։ Բայց այս հիվանդությունը իր հետ բոլոր երազանքներս էլ հիվանդացրեց։ Ու ես էլի չեմ ուզում իմ երեխու հետ տեսնվել։ Ու էլի իմ երեխու համար։ Օֆա, այս հիվանդությունդ դատավճիռ չի գիտես։ Աշխարհում միլիոնավոր մարդիկ են բուժվում։ Տեսնես ամեն ինչ լավ է լինելու։ Ինչի ես սենց մտածում, օֆա։ Լավ է լինելու։ Ես հաշտվել եմ այն մտքի հետ, որ իմ բախտը ինձ երբեք չի ժպտալ։ Գիտես ինչքան դժվար է իմ համար։ Իմ մոտ տպավորությունն է, որ ես էլի իմ երեխուն մենակ եմ թողում։ Երկրորդ անգամ։ Այն օրվա նման, որ այգում թողեցի ու էլ հետ չեկա։ Մարդ, լսի բարես։ Դու հիմա այստեղ կնստես, կսպասես ինձ, ես շատ արագ հետ եմ գալու։ Գնում եմ շուտ, վերցնում եմ ու գամ։ Հա? Մամի, գնա, խնդրում եմ։ Մար ինձ լսի։ Եթե դու ինձ այստեղ չսպասես, ես քեզ իմ հետ տեղ չեմ տանելու։ Բայց եթե այստեղ նստես ինձ սպասես, հետ կգամ ու իրար հետ կգնանք։ Ես քեզ խոստացել եմ, չէ՞։ Մեզ էլ երբեք ոչ մեկը չի նեղացնելու մար։ Չշարժվես, խնդրում եմ քեզ։ Այստեղ նստած ինձ է սպասում։ Շատ արագ գնում եմ ու գամ։ Հեշտ չի լիլ, հեշտ չի։ Դուք բոլորդ մենակ ասում եք, որ ընդունեմ այս իրականությունը, բայց ոչ մեկ չի ուզում հասկանա, որ իմ ապրած իրականությունն ու այսօրվանը շատ տարբեր են։ Ես ուրիշին եմ որպես մայր ընդունել։ Ու կապ չունի, թե ինչ ճանապարհով այդ ամեն ինչ եղել։ Բայց հեր չեմ ունեցել, չեմ իմացել այդ ինչ բան է։ Դրա համար իմ ու Ռուբենի հարաբերությունները ավելի արագ եղավ, որը չեմ կարող ասել Նոնայի հետ կապված։ Բայց հիմա արդեն գիտես չէ ճշմարտությունը։ Գիտես չէ մամատ ինչ ճանապարհով է քեզ հասել։ Ես հիմա չեմ ընդունում իրան։ Չնայած որ ժամանակին որպես ծնող ընդունել եմ ու հարգել։ Հիմա էլ լիարժեք չեմ կարողանում մոռանալ։ Բայց նաև գիտակցում եմ, որ իմ այս փչացած կյանքի
ու շատերի դժբախտության պատճառը ինքն է եղել։ Լավ, Լիլ, արի քեզ տուն տանեմ։ Հա, մեկ էլ որ նոնան զանգի, այս իմ ասածները փոխանցի, եթե քեզ առաջարկի, որ էլի կազմակերպես իմ ու իր հանդիպումը։ Դու պատկերացնում ես, եթե ես այդ ամենը նոնային ասեմ, ինչ կլինի։ Ուրեմն ասա ուղղակի չես ուզում խառնվես այս պատմության մեջ։ Արի։ Ես էլ չգիտեմ քեզ ոնց բացատրեմ։ Բայց չեմ էլ կարող ես ասածներդ կուլ տալ ու անտեսել ես վիրավորանքներդ։ Եկել էի ասելու, որ քո կողքին եմ։ Որ ինչ է լինի, առաջվա նման կողքիդ եմ լինելու ու չեմ թողելու, որ պատասխան տաս այն ամենի համար, ինչը որ չես արել։ Եկել էի քեզ իմ շնորհակալությունը ցույց տալու։ Ցույց տայ, որ քո Մարիան չի փոխվել։ Էդ դու ես իրան ուղղակի վատը պատկերացրել։ Ու ստիպել ես, որ սուս մնամ ու չխոսամ։ Բայց սերը խոսքեր չեն։ Սերը իրար լսել ու հասկանալա։ Գուցե ես մեր վերջին խոսակցությունը լինի, բայց ուզում եմ, որ դու դա հասկանաս։ Ուզում ես ասել, որ ես այսքան ժամանակ չեմ իմացել սերն ինչ, հա։ Չէ։ Ուզում եմ ասել, որ ուղղակի մեր կարծիքները չեն համընկել։ Թե քո ազնվությունը չի հերիքել։ Հեշտ է գիտես զոհի կերպարն ընդունելը ու դիմացինի սիրո մասին ինչ-որ բաներ բացատրելը։ Այդ ոնց է լինում, որ դու շատ լավ հասկանում ես սերն ինչ է, բայց չես կողմնորոշում վերջի վերջո այդ սերդ ում պիտի տաս։ Վատա որ ես քեզ օգնում եմ կողմնորոշվել այդ հարցում։ Դավիթ։ Հերիքա Մարիա, ինձ ահա որ տհաճ է դարձել են փաստը, որ դու դեռ կարողանում ես իմ հետ սիրո մասին խոսել։ Հա, դու շատ սիրուն ներկայացնում ես սերն ինչա։ Շատ սիրուն բառեր ես գտնում դրա համար։ Բայց այդ այնքան չնչին բանն է քո քայլերի առաջ, որ ավելի լավը չասես ու չարժեզրկես բառերդ։ Մարիա, մարդ որ մի բան ուզում է ասի, պիտի այնքան վստահ լինի, որ դրա իրավունքն ունի։ Որ իր ապրածով, իր էությամբ այնքան կա, որ ինչ որ արժեք ներկայացնի ու քննարկի։ Դու ինչ իրավունքով ես սիրո մասին խոսում։ Դու չգիտես այդ ինչ է, Մարիա, չգիտես։ Ու շատ վատ ես անում, որ չիմացածիդ մասին այդքան վստահ խոսում ես։ Ես էլ չեմ պատրաստում քեզ ոչ մի բան համոզել։ Իսկ ես չէի լսի, եթե դու փորձեիր համոզել։ Ես ահա որ ուրախանում եմ, որ դու վերջապես պատկերացնում ես մեր վիճակը, որ մենք էլ իրար համոզելու ոչ մի կարիք չունենք։ Ես այ հենց սրա համար էի ասում, պետք չի մտնել Դավիթի մոտ բանես, հենց սրա։ Պապի, ես կորցնում եմ Դավիթին։ Սուտը ամեն ինչ քանդում է, իսկ ճիշտը ստվերում է մնացել։ Հանգստացի արևս։ Արի, հիմա ես քեզ տուն տանեմ։ Պետք չի ստեղ բոլորի աչքի առաջ իմ ասած թուլանաս։ Դու ուժեղ աղջիկ ես։ Դու գիտես դրա մասին։ Պապի, ես կգնամ, բայց դու մնա, լավ։ Ես էլ ոչ մի բան չեմ անի, բայց դու Դավիթի կողքին մնա, ամեն ինչ արա, որ ինքը այստեղից շուտ դուրս գա։ Ես չեմ ուզում, որ ինքը իմ պատճառով այստեղ մնա։ Ես քեզ խոստանում եմ, ամեն ինչ կանեմ, Դավիթը շուտ դուրս կգա այստեղից։ Խաչատրյանին էլ կասեմ։ Պապի, ես ուզում եմ մամայի մոտ գնամ։ Ես հիմա ամենաշատը իր կարիքը ունեմ։ Չէ, հիմա պետք չի բնես։ Հավատա, հիմա պետք չի։ Ինչի, պապ, ինչ որ բան է եղել, իրան լավ չի զգում։ Չէ, լավ է։ Համեմատած հիվանդանոցի վիճակի հիմա ավելի լավ է։ Բայց ես քեզ այն անգամ ասացի, չէ՞ որ մամային ժամանակը պետք է։ Պապ, բայց ես անհանգիստ եմ։
Հիմա մենակ մամային տեսնել ինձ կարա հանգստացնի։ Ճիշտ է, դեռ չեմ կարա հետը կիսվեմ, բայց գոնե այդ ջերմությունը ինչ-որ բան կփոխի։ Արի խնդրում եմ բալես, այս անգամ ինձ լսի, մի գնա մամայի մոտ, հա։ Պետք չի չէ հարցնեմ որտեղից ես գալու, մեկը խաբելու ես։ Աբուլի մոտ էի մամ։ Յո, ինչ մոծակա քեզ կծել որոշել ես ճիշտը ասես մամային։ Ուղղակի պապային խոստացել եմ, որ էլ քեզ չեմ խաբելու։ Հա։ Եթե պապա այդ խոստացած չլիներ, էլի սուտ էիր ասելու ինձ։ Մամ, ինչ անեմ ես էլ կասես։ Խաբում եմ, դժգոհ ես։ Ճիշտը ասում եմ, դժգոհ ես։ Ուղղակի ուզում եմ, որ դու հասկանաս, աղջիկ ջան, որ ես քո թշնամին չեմ։ Ես հետ գիտեմ, մամ ջան։ Բա որ գիտես ինչի չես շփվում ինձ հետ։ Ինչի ինձ չես հարգում, աղջիկ ջան։ Դու քո մորը չես սիրում։ Մամ ջան, ես քեզ շատ սիրում եմ ու շատ հարգում եմ։ Ուղղակի դու երբեմն քեզ այնպես ես պահում, որ ես չեմ կարողանում քո հետ կիսվեմ։ Գիտեմ, որ քեզ նորից նեղացրեցի, բայց հավատա չէի ուզում, Մարիա։ Ուղղակի դու մեկ-մեկ քեզ նենց ես պահում, որ չեմ կարողանում ինձ կառավարեմ։ Կներես ինձ։ Գիտեմ, որ քեզ նորից նեղացրեցի, բայց հավատա չէի ուզում, Մարիա։ Ուղղակի դու մեկ-մեկ քեզ նենց ես պահում, որ չեմ կարողանում ինձ կառավարեմ։ Կներես ինձ։ Էրիկա, Մարիա, ինձ ահավոր տհաճ է դարձել են փաստը, որ դու դեռ կարողանում ես իմ հետ սիրո մասին խոսել։ Հա, դու շատ սիրուն ներկայացնում ես սերն ինչա։ Շատ սիրուն բառեր ես գտնում դրա համար։ Բայց այդ այնքան չնչին բանա քո քայլերի առաջ, որ ավելի լավը չասես ու չարժե զրկես բառերդ։ Մարիա, մարդ, որ մի բան ուզում է ասի, պիտի այնքան վստահ լինի, որ դրա իրավունքն ունի։ Որ իր ապրածով, իր էությամբ այնքան կա, որ ինչ որ արժեք ներկայացնի ու քննարկի։ Դու ինչ իրավունքով ես սիրո մասին խոսում։ Դու չգիտես այդ ինչա, Մարիա, չգիտես։ Ու շատ վատ ես անում, որ չիմացածիդ մասին այդքան վստահ խոսում ես։ Ես էլ չեմ պատրաստում քեզ ոչ մի բան համոզել։ Իսկ ես չէի լսի, եթե դու փորձեիր համոզել։ Ես ահավոր ուրախանում եմ, որ դու վերջապես պատկերացնում ես մեր վիճակը, որ մենք էլ իրար համոզելու ոչ մի կարիք չունենք։ Խաչատրյան, կարամ իմանամ Դավիթին ինչ հիմքով ես պահում ստեղ։ Հիմքեր ունեմ եւ լուրջ հիմքեր։ Գործը ես եմ քննում եւ հիմքերը լուրջ են Դավիթին այստեղ բայելու համար։ Ես գիտեմ, որ գործը դու ես քննում։ Լավ տեղյակ եմ։ Մանրամասներին էլ եմ տեղյակ։ Բայց դուք այդ տղուն, որ պահում եք ստեղ, պատճառները դրա համար լուրջ չեն։ Կան եւ լուրջ են պատճառները։ Դավիթը այսօր ոստիկանությունում վիճաբանություն է սարքել, քաշ քշել, սպառնացել քաղաքացուն։ Ես դուք ասում եք լուրջ չեն պատճառները։ Այդ գործը Մարիանն է քննում։ Ինձ թվում է քեզ տեղեկացրել է։ Գիտեմ, հանդիպել ենք, խոսել ենք։ Դե ուրեմն ավելի լավ։ Էլ չեմ մանրանա։
Այս կռվի մեջ ավելի շատ այդ Արտակն է մեղավոր, քան Դավիթը։ Այդ Արտակի պատճառով ամեն ինչ եղել։ Մարիան այգում է եղել։ Մի մարդու հետ։ Այդ Արտակը մոտիկացել է, վիճաբանություն է սկսել։ Իմ աղջկա աչքի առաջ, քաշքշոց, տարածքում Դավիթն է եղել։ Եկել է ընդամենը կանխի իրավիճակը։ Այդքան բան։ Այդ ձեր վարկածն է, պարոն Դավթյան։ Ընդունում եմ, շատ լավ, բայց գործը պետք է պարզվի միջև վերջ։ Պարզի քեզով է բան ասում, պարզի։ Բայց այդ տղուն անտեղից տեղ մի պահի։ Թող տուն գնա։ Պարոն Դավթյան, ես ձեզ շատ եմ հարգում, բայց թույլ չեմ տա ինձ ասեք, թե ինչպես աշխատեմ։ Ես իմ անելիքները լավ գիտեմ, եւ ինձ վստահված գործերը կարողանում եմ միջև վերջ հասցնել ավարտին, եւ օրինական ճանապարհով անհանգստանալու պատճառ չունեք։ Փաստորեն իմ ասածը քո համար հեչ, հա։ Պարզ է։ Ապացույցներ են պետք։ Ես ընդունում եմ ձեր վարկածը, կրկնեմ։ Ապացույցներ են պետք։ Հա, հասկացանք։ Չեմ հասկանում, այդ տարածքում տեսախցիկ չկա։ Էդ էլ կբարձենք։ Այսինքն, մինչև հիմա չեք պարզել, դեռ նոր պիտի պարզեք։ Հա, դե տենց հեշտ է, էլի։ Ավելի հեշտ է, իհարկե, մարդուն բերես անտեղից տեղ պահես։ Ցույց տաս իբր մեծ գործ ես անում։ Օֆա։ Աչքերդ բացի, խնդրում եմ։ Ալո։ Ալո, Ռուբեն։ Ռուբեն, Օֆան։ Օֆան ինչ։ Օֆան ինչ, Լիան։ Ռուբեն, խնդրում եմ, աղաչում եմ հասի։